կառավարությունը մնում է, ասում է 10 հոգանոց ու 10 հոգանոց ընտանիք։ Այդ է ցավը տանեմ։ Եթե Ղարաբաղ 8-10 հոգանոց ընտանիք ա եղել, ոչ թե Ղարաբաղ պիտի լինի 120,000 բնակչություն կամ 150, այ 350,000 բնակչություն պիտի լինի։ Մնում եք 8-10 հոգանոց ընտանիք, եթե 40+10 ստանում եք, խլոք նախարարություն են, 40+10, ոչ 50,000 դրամ, 10 հոգանոց ընտանիքի վրա, բերեն լուծում, ասում են 500,000 ամիսը փող։ Այդ է ցավը տանի, դուք ո՞նց եք հաշվում, Օբշի Ղարաբաղ, եթե վերցնենք, երևի 30 ընտանիք կլինի, 8-10 հոգանոց ընտանիք։ Այն էլ հիմնականում շրջանների, չէ՞, համայնքի։ Այո, այն էլ հիմնականում շրջաններն, որ պետությունը իրենց բնակարանով ապահովել է, տենց ես գիտեմ ընտանիքներ, որ բազմազավակ ընտանիքներ են, պետությունը իրենց տունով ապահովել է, գործով ապահովել է, անասուններ տվել, մարդիկ զբաղվել են, բայց ասում են 8-10 հոգանոց ընտանիք, ես տես մարդ չեմ իմանում, ես 40 տարեկան եւ ավել տղա եմ Ղարաբաղի մապը 8-10 հոգանոց ընտանիք ես չեմ տեսել, բայց ասում են 8-10 հոգանոց ընտանիք։ Բայց եթե 8-10 հոգանոց ընտանիք ա եղել, ապա ո՞նց է դառնում 120,000 բնակչություն Արցախի հանրապետություն, պիտի 250-300,000 բնակչություն լինի։